Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք մոժոր, ինչպես տեսնում եք, նախապես ես արդեն մոժորները մեջտեղից կտրել եմ, այսպես երկու մասի բաժանել եւ ասեմ, որ համարյա 2 օր սառը ջրի մեջ ա եղել, անընդհատ ջուրը փոխել եմ, որովհետեւ անընդհատ այրուն է այս արանքներից դուրս գցում։ Հիմա մաքրելուց հետո նորից 2 օր է պետք է նորից ջրի մեջ լինի եւ 2 ժամը մեկ իր ջուրը պետք է փոխենք անընդհատ, որ այդ առնաջուրը պարսի, այնքան պետք է փոխենք, որ ջուրը պարս լինի, էլ այրուն դուրս չգցի, որովհետեւ եփելու ընթացքում եթե այրուն մեջը մնաց, պարզկան է, որ պետք է սևանալ մոժորները կապտեն, դրա համար ենք այդ բոլորը անում։ Իմ սիրելիներս սկսեցինք, հիմա ցույց տամ, այսպես, հիմնականում այս մասերն է շատ մաս լինում եւ տեսեք այս մասերում, այս իրաթաթիկի արանքին, այստեղ եք, հիմա ածելին անընդհատ թռչում ենք, որպեսզի հեշտ լինի եւ այսպես լավ մաքրելու ենք, լավ, ասեմ, ես մի քանի անգամ եմ մաքրում եւ ջուրն էլ 2 ժամը մեկ անընդհատ նայում եք սիրելիներ, այս մատի արանքը, այսպես շատ հեշտ մաքրվում է, բոլորը մաքրենք, մաքրեն ու արդեն ուղարկենք սառը ջրի մեջ, մաքրելուց հետո անմիջապես ուղարկում ենք սառը ջուր, նորից նույնությամբ իր համար այս մասը մոտս ստանում եմ այս իրամատի արանքը և այսպես շատ հեշտ մաքրվում է, ոչ մի մաս չի մնում, հիմնականում թե այդ մասերում թաքնված մազիկներ են եղնում, նայում եք սիրելիներս, ինչպես մաքուր մաքրում, ինչքան լավն է սպիտակ, այսպես բոլորը, հիմա սրանք էլ մաքրեմ և կասենք շարունակեմ, հիմա նայեք, ամբողջը վերջացրինք, այսպես տանելու եմ մի հատ լավ լվանա ու բերեմ նորից մի անգամ էլ մաքրենք և վերջնական սառը ջուր կտնենք, հիմա լավ լվանալուց հետո նորից դարսավորում ենք ստեղ մոժորներին և թասի մեջ սառը ջուր ենք լցնում, բերենք նորից շարունակենք, հիմա նորից արագ, արդեն շատ հեշտ է լինելու, արագ, որովհետև արդեն սա ես 3-րդ անգամ եմ մաքրում, ասի չի մի անգամ, որ կտրտել եմ այդ ընթացքում տոտիկները, ընդհանուր մի հատ էլ արագ, նորից ուշադրություն դարձնենք, ասում եմ ինչքան ուզում ասա մաքրենք, դրա համար պետք է մի քանի անգամ մաքրենք, սա մի մաքրելով չի լինի,
լավ արդեն սպիտակից։ Անցանք նույն մասին։ Այսպես լավ ոնց է մաքրում սպիտակած նայեք, այսպես։ Արագ նորից ամբողջը անենք։ Նայեք սրիկնես, ինչքան լավ սպիտակ տոտիկներ են ես ուտ։ Հիմա նորից այս մասերը մատս այ այսպես այ հիմա եթե սա արդեն թողնենք, կտեսնենք, որ այս արանքներից անընդհատ արյունը դուրս է գցում։ Ես 3 հատն էլ անեմ ու միանամ սիրելիներս։ Նայեք, վերջացրեցինք և նորից տանում ենք լավ լվանանք սառը ջրի տակ ու թողնելու ենք արդեն սառը ջրի մեջ սիրելիներս։ Հիմա ցույց տամ, նայեք ինչքան սպիտակ, ինչքան լավ բոլորը այ այսպես սպիտակ, նայեք ինչքան լավ է մաքրվել։ Հիմա տանում ենք լվանալու նորից և ցույց կտամ։ Այ այսպես թողնելու եմ սառը ջրի տակ, նայեք ինչքան սպիտակ բոլորը։ Բոլորը այ այսպես սպիտակ մաքուր և այսպես կմնա 2-ից 3 օր, կտեսնենք մինչև ջուրը պարզ, այ այսպես պարզ ջուր լինի սիրելիներս, որ տեսնենք արդեն էլ այս մասերից այրուն դուրս չի գցում։ Հենց տեսնենք արդեն ջուրը լավ պարզ է, շարունակենք արդեն կեպենք և կպատրաստենք մայնատացումը սիրելիներս։ Ինչ այսօր այսպես սիրելիներս։ Դե ինձ սիրելիներս հանայեք արդեն անցավ 2 օր, տեսեք ջուրը ինչքան պարզ է, տոտիկները ինչքան են սպիտակ է, ջուրը պարզ։ Հիմա արդեն կդնենք եփելու և կմայնատացնենք։ Դե սիրելիներս շարունակում ենք։ Հիմա տոտիկները տեղափոխում ենք կաթսայի մեջ և դնելու ենք եփելու։ Եփելու ընթացքում վրայի փրփուրը անընդհատ հավաքելու ենք և թողնենք լավ եփի։ Ընթացքում ես ցույց կտամ, սիրելիներս տեսնում եք ինչքան պարզ է ջուրը։ Հիմա արդեն դնենք գազօջախին, եփի։ Հիմա նայեք լավ եփեց տոտիկները և լավ եփելուց հետո հանել եմ լվացել 2 անգամ ու դրել սառը ջրի մեջ, աղաջրի մեջ։ Հիմա աղաջրից հանելու ենք և արդեն մայնատացնենք, նայեք սիրելիներս ինչքան լավ եփել է։ Այ այսպես հանում ենք, հեսա ցույց կտամ ինչ ենք անելու։ Հիմա ինչ ենք անում սիրելիներս, լավ եփել է, հիմա տեսնենք, որը որ այ այսպես այնքան եփել է ոսկորը, այ այսպես ոսկրահան ենք անում և դնում, որպեսզի սա ավելորդ տեղ չզբաղացնի։ Նայեք սիրելիներս, այ այսպես շատ հեշտ դուրս է գալիս, ավելորդ այս ոսկորները չդնենք, այ այսպես արագ հանենք և այնքան լավ է փել է, որ իրան նայեք,
Հիմա արդեն կսկսենք մարինատացումը։ Ինչ ենք անում սկզբի համար, սիրելիներս, ուրեմն գազարը մի մասը ձորկելու ենք, մի մասը այսպես։ Արագ այս բոլորը անենք, ուրեմն մի լիտր ջրին ես լցնելու եմ 3-ից 4 կտալ աղ։ Գազարն ձորկեցի։ Գազար ենք ավելացնում, դափն ու տերով, հատիկավոր պղպեղ, սև պղպեղ, նորից պակը այսպես և սխտորը նորից և այսպես ճզմելու ենք մեջը, նայք, նորից սխտորի համը լավ տա։ Սիրելիներս, այսպես։ Ուրիշ ոչինչ պետք չէ և նայեք այսպես նորից տերև սխտոր մենք տոպիկները այսպես զորկած գազար հիմա նայեք հիմա նորից մեկ, երկու, և այսքանը բավական է, հիմա կտեսնենք, նայեք, ավելացնում ենք խնձորի սովորական քացախ, 1, 2, երկու կտալը բավական է և մի թեթևել աղացած սև բերեց հենց ջրի մեջ, այ այսպես լավ խառնում ենք և լցնում ենք վրա։
2-3 օրը, երկրորդ օրը արդեն լավ պատրաստ կլինի։ Եվ այսպես հիմա ջուրը լցնում ենք սիրելիներս։ Բավական է։ Եվ ինչ ենք անում։ Նայեք ինչքան լավն է։ Փակում ենք եւ դնում ենք սառը տեղ։ Սիրելիներս, այսպես։ Երրորդ օրը ցույց կտամ պատրաստի վիճակում։ Սիրելիներս, ահա նայեք, արդեն պատրաստ են որոշները, լավ թթվել են եւ հավատացնում եմ շոտ համեղ են։ Պատրաստեք այս տարբերակով եւ համտեսեք սիրելիներս, թե ինչ պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ։ Պատրաստեք եւ համտեսեք սիրելիներս, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին։ Պատրաստեք եւ համտեսեք, թե ինչ սիրելիներս, բոլորիդ հաջողություն եմ մաղթում եւ տոնական տրամադրություն։ Այսօր այսքանը, վերջ սիրելիներս։